Նախ ես չեմ կարծում, որ այդ Ռուսաստանում տեղի ունեցած ձերբակալությունները կապ ունեն Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածի հետ։ Ռուսաստանի իրավապահները կարծում եմ իրենց ռեժիմով են աշխատում։ Խնդիրը այն է, որ Հայաստանի խորհրդարանում շարունակում է падգամավորի կարգավիճակ ունենալ մի օլիգարխ, որի եւ նյութական միջոցների եւ ֆինանսական միջոցների ծագումը նախ ի սկզբանե, երկրորդը դրանց հետ նրա ունեցած առնչությունները մշտապես եղել են կասկածելի եւ վիճահարույց։ Այսինքն այս պահին Հայաստանի խորհրդարանում շատ քիչ թվով օլիգարխներ գոյություն ունեն, որոնցից մեկն էլ հենց Խաչատուր Սուքիասյանն է։ Եվ չնայած այն բանին, որ հերքում ա եղել, որ ինքը առնչություն ունի առհասարակ այդ գործարքի հետ, բայց միայն հերքողի կարգավիճակը արդեն կասկածելի է դարձնում այդ հերքման տեքստը, որովհետև Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ հասկացություն բնության մեջ չի կարող գոյություն ունենալ, որովհետև Խաչատուր Սուքիասյանը ազգային ժողովի падգամավոր է, իսկ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը падգամավորի խոսնակ երևույթ չի նախատեսում, այսինքն բնության մեջ նման երևույթ, նման կենդանատեսակ չի կարող գոյություն ունենալ։ Падգամավորը կարող է ունենալ մեկ վճարովի եւ մեկ հասարակական հիմունքներով աշխատող օգնական։ Падգամավորի խոսնակ չի կարող գոյություն ունենալ։ Եվ ինձ հետաքրքիր է, թե հերքում տարածող կինը ինչ կարգավիճակ ունի, ինչքանով է ինքը լիազորված առհասարակ падգամավորի անունից հայտարարություններ տարածելու, որովհետև падգամավորի գործունեության մասին տեղեկություն կարող է տարածել միայն ազգային ժողովի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Իսկ այդ կողմից որևէ տեղեկատվություն պաշտոնական գոյություն չունի։ Եթե նա մասնավոր ընկերությունների աշխատակից է կամ անհասկանալի ձևով ֆինանսավորվում ինչ-որ մեկի կողմից, ապա նախ պետք է հարցնել, թե ասողը տեղեկություն տարածողը ով է եւ ինչքանով է իր տարածած տեղեկությունը հավաստի։ Ես չեմ զարմանա, եթե այդ ամենը իրոք իրականություն դառնա, որովհետեւ իմ խորին համոզմամբ, իմ տպավորությամբ Խաչատուր Սուքիասյանի կարգավիճակը սահմանադրորեն վիճելի է, որովհետև նա հայտարարագրել է իր գույքի եկամուտների հայտարարագրերում բազմաթիվ ընկերությունների բաժնետոմսեր եւ բաժնեմասեր, այդ թվում խոշոր ընկերությունների, այդ թվում ընկերությունների, որոնք հիմնադրվել են 18 թվի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, երբ նա մշտապես զբաղեցրել է ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ, այսինքն ակնհայտորեն նա ներգրաված է ձեռնարկատիրական գործունեության մեջ եւ նրա ցոփ ու շվայտ կյանքը, այդ թվում եւ մամուլում հրապարակումները, որոնք վերաբերում են Մոնտե Կարլոյում, Մոնակոյում եւ այլ վայրերում նրա հանգստի շրջագայություններից, կազինոներից, սիգար ուտելուց, իմիջիայլոց բոլորը սիգարը ծխում են, ինքը ծամում է, որտեղ տեսանյութերում այդպես կադրեր գոյություն ունեն, չի վկայում նրա որպես падգամավորի հանրային գործունեության մասին։ Որպես падգամավոր նրա գործունեությունը դրսևորվել է միայն անտակտ կեցվածքով, հատկապես լրագրողների հետ շփումներում, ինչպիսին էին Քրիստինե Ջեբերջյանը կամ ուրեմն Նարեկ Կիրակոսյանը։ Այսինքն նա նման դեպքերում ցուցաբերում է ուղղակի անհավասարակշիռ պահվածք, անտակտ պահվածք լրագրողների հետ հարաբերություններում եւ ըստ էության նվազագույն ֆունկցիոնալ պարտականություններ падգամավորական գործունեության հետ։ Այսինքն ակնհայտ է, որ падգամավորի կարգավիճակը նրան ուղղակի օգնում է հովանավորչություն, քաղաքական հովանավորչություն իրականացնել այն ընկերություններին, այն բիզնեսներին, որտեղ նա հանդիսանում է որպես սեփականատեր կամ համասեփականատեր։ Հետևաբար այս պատմության հետ նրա առնչությունները ինձ համար չափազանց համոզիչ ու փաստարկված են թվում։ Ինչ վերաբերվում է Հայաստան էլեկտրական ցանցեր ընկերությունը պետականացնելու Նիկոլ Փաշինյանի մտադրությանը, ես անհանգստություն ունեմ, որ հեծի կողմից պարբերաբար տարածվող զգուշացումները, տեղեկությունները հոսանքի հետ վարվելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը
լավ չի ծանոթանում։ Ես ինքս հաճախ եմ հյուրընկալվում հայկական երկրորդ հեռուստաալիքի խոսքի իրավունք հաղորդաշարին, որի սկզբից հեծի ծանոթությունն է, թե ինչպես վարվել հոսանքի հետ, երեխաներին հեռու պահել հոսանքից, անձրևի ժամանակ ինչպես անը, ոնց որ թե կարիք կա, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ էլ ծանոթանա, որ հանկարծ հոսանքը իրեն չխփի, որովհետև ես անհանգստություն եմ, որ կարող է ինքը հոսանքի հետ մի քիչ անզգուշ վարվի եւ դա բերի մեր ժողովրդի համար երանելի արդյունքների։ Այսինքն նա հանկարծ էլեկտրաէներգիայի լրացուցիչ դոզա ստանա իր օրգանիզմում, որովհետև այնինչ որ ինքը նախաձեռնել է առհասարակ հեղինակավոր գործիչ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ այդ հանիրավի, այդ ապօրինի արշավը, ինչի հետևանքով մեր ժողովրդի այդ հեղինակավոր եւ միայն ու միայն հարգանքի արժանի զավակը ապօրինաբար գտնվում է անազատության մեջ եւ նաեւ ապօրինի արշավը սկսվել նրա սեփական վաստակով, սեփական միջոցներով ստեղծված եւ ձեռք բերված ընկերությունների գործունեության դեմ։ Հետևաբար այս ապօրինությունը արժանանալու է միայն պատժի եւ պատասխանատվության։ Որևէ մեկը չի կարող Հայաստանում խլել բիզնեսը այն մարդուց, ով որ ցանկանում է պաշտպանել իր երկիրը, իր պետությունը, իր ժողովրդին եւ նրա սուրբ եկեղեցուն։ Հետևաբար ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները նրանք լուրջ հակազդեցության են արժանանալու եւ նրանցով մինչեւ դատաբժշկի հետ նրա հանդիպումը միգուցե զբաղվեն էլեկտրոցանցի տեսուչները։ Բայց նույն գրառում է արել, մեկնարկը տրված է, շուտով կանցնենք արդեն օրենքով այդ ամեն ինչը։ Չի կարող լինել օրենք, որը նախատեսի քաղաքական իշխանության կողմից սեփական միջոցներով ձեռք բերված ընկերությունը սեփականատիրոջից խլելուն։ Մեր երկրում սեփականությունը պաշտպանված է սահմանադրությամբ եւ որևէ քաղաքական պաշտոնյա իրավունք չունի որևէ մեկի սեփականությունը խլել նրանից։ Նիկոլ Փաշինյանը արդեն այդ թեմայով մի քանի ապօրինի հայտարարություններ արել է, նա հանձնարարություններ է տվել Հայաստան էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներին, ինչի իրավունքը նա նույնպես չունի, այսինքն նա իրան ամենազորա զգում, այսինքն ցանկացած ընկերության գործերին կարա միջամտի, ցանկացած ընտանիքի կյանքի գործերի կարա միջամտի, ցանկացած կազմակերպության, այդ թվում եկեղեցու գործերին իրեն իրավունքա վերապահում միջամտել, ամեն տեղ իր քիթը խոթում է, ամեն ինչով ուզում է զբաղվի, բացի իր բուն պարտականություններից, այսինքն իր խնդիրը կառավարությունը ղեկավարելն է, որպեսզի իրագործվի կառավարության գործունեության ծրագիրը, կառավարության ծրագիրը չի կատարվում, ինքը ի վիճակի չի որպես վարչապետ իր պարտականությունները կատարել, գնացել է զբաղվում է մեկի մասնավոր ընկերության գործերով, եկեղեցու գործերով, այլ հարցերով, այնինչ ինքը իր գործերով պիտի զբաղվի։ Հետևաբար, եթե մի հոգի կա, որը պետքա, մի ինստիտուտ կա, որ Հայաստանում պետքա ազգայնացվի եւ պետականացվի, դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, որը պետքա ազատվի ադրբեջանա-թուրքական այդ ռեժիմի կողմից։ Իդեպ ասեմ, որ Կիրակի օրը նշվում էր կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ավելի շուտ ավարտվեց տոնական շաբաթը, որը մեկնարկել էր դեռ երկուշաբթի օրվա միջոցառումներով եւ թերևս այդ պատճառով էր, այդ առիթով էր նաեւ Սամվել Կարապետյանը այցելել վերստին Հայաստան, որպես եկեղեցու բարերար մասնակցելու միջոցառումներին եւ դրա շրջանակներում էր հանդես եկել այն հայտարարությամբ, որը դարձավ նրա ձերբակալության եւ կալանքի պատճառը, եւ այդ օրը Կիրակի օրը հայ ժողովուրդը նաեւ հոծ բազմությամբ մասնակցելով Սուրբ Էջմիածնի տոնական միջոցառումներին, նախ երթով Զվարթնոց տաճարից դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ինչպես նաեւ Սուրբ Պատարագի մասնակցությամբ, դրանից հետո տեղի ունեցող միջոցառումներին ես ինքս անձամբ ներկա եմ եղել, ես ինքս իմ աչքերով եմ տեսել ոչ միայն մարդկանց հոծ բազմությունը, այլ նաեւ այն դրական էներգիան, մարդկանց
սիրո նվիրվածությունը, աջակցությունը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր սիրելի վեհապար հայրապետին եւ եկեղեցու հայրերին, որոնք հանիրավի դարձել են այս ադրբեջանա-թուրքական ռեժիմի թիրախ միայն ու միայն իրենց նվիրական ծառայության, իրենց ոչ միայն հոգևոր, այլև հայրենանվեր գործունեության համար, որովհետև վեհապար հայրապետի դեմ այս կեղտոտ սրբապիղծ արշավը ադրբեջանա-թուրքական սպասավոր Նիկոլ Փաշինյանը սկսել է 2025 թվականի մայիսի 29-ից վեհապար հայրապետի Շվեյցարիայում մայիսի 28-ին տեղի ունեցած հայտնի ելույթից հետո։ Այսինքն ակնհայտ է, թե որն է այս հարձակման հիմնական պատճառը, ակնհայտ է եկեղեցու թիրախավորման, եկեղեցու կազմաքանդման հանձնարարությունը, որը ստացել է Իլհամ Ալիևից եւ իր մեծ կասկածներով իր նաև հոր Ալաշուքյուր Փաշազադեից, որպեսզի կազմաքանդեն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ Էրդողանի հետ նրա այցելությունը, նրա հանդիպումը կարծում եմ լրացուցիչ ազդակ եւ ապացույց էին, թե որտեղից է նա սնվում, որտեղից է նրա բարոյական սնուցումը եւ որտեղից է նրա իրական հանձնարարությունները կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, բնաջնջել հայ ժողովրդին եւ վերացնել այն ամենաթանկն ու արժեքավորը, ինչ ունի հայ ժողովուրդը, այդ թվում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Իդեպ շատ տպավորիչ էր նաեւ վեհապար հայրապետի խոսքը Մայր Աթոռում հավաքված բազմության առջև, որտեղ խոսվեց նաեւ կոնկրետ վարչապետի կողմից եկեղեցու թիրախավորման եւ եկեղեցուն իրենց զորակցությունն ու աջակցությունը բերած զավակների, այդ թվում այս պահին առաջին հերթին Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ։ Այնպես որ ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը կանգնած է ի աջակցություն իր սիրելի եկեղեցուն, մենք մեր եկեղեցուց ստանում ենք օրհնություն, լցվում աստվածային օրհնությամբ, ուժով, զորակցություն ստանում եկեղեցուց եւ այդ ուժը, այդ զորությունը ծառայեցնում մեր պետության ամրապնդման եւ մեր եկեղեցու զարգացման եւ բավարարության համար, ինչը մեր բոլորի պարտադիր է։ Պարոն Ղազարյանների գրառում է արել, էլի մարդկանց ասում է հստակ արտահայտեք, ես որպես հայ առաքելական եկեղեցու Սուրբ հետևորդ, ես պահանջում եմ վեհարանը օր առաջ պետք է ազատի կաթողիկոսը, վեհարանը վեհին, չգիտեմ, ինքը հայ եկեղեցու զավակ չի, հայ եկեղեցու զավակը մասնակցում է եկեղեցական արարողություններին, եկեղեցական տոնախմբություններին, պահպանում է եկեղեցու խորհուրդը, կարգը, ավանդույթները եւ Ստամբուլի Կարապույտ մզկիթ ոտաբոբիկ այցելող շանհոտը ընդեղ գցող մարդը չի կարա համարվի հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդ։ Առաքելական եկեղեցու հետևորդը այցելում է պատարակների, խոնարա, հոգևորականների առջև, իր գործած մեղքերի համար հոգևորականներից որպես միջնորդի մեղքերի թողություն է խնդրում եւ պատարակի մասնակցությունից հետո հաղորդություն է ստանում։ Նա մեր եկեղեցու զավակ չի, նա մեր եկեղեցու խորհուրդների հետ որևէ առնչություն չունի, հետեւաբար նա չի կարող խոսել մեր եկեղեցու անունից որպես մեր եկեղեցու զավակ։ Նա մեկ տեսանք գնացել է Ստամբուլ, գնացել Կապույտ մզկիթ, հələ ամբողջությամբ ուղիղ եթեր չի եղել իր այցելությունը, այսինքն իրեն ուղեկցել են միայն վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության աշխատակիցներ, օպերատորներ, լուսանկարիչներ, հետեւաբար հրապարակվել են միայն այն լուսանկարներն ու կադրերը, որոնք ինքն է ցանկացել հրապարակվի, այսինքն թե ուրիշ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ մզկիթում, մենք դրա մասին մանրամասն տեղյակ չենք, հետեւաբար կարող ենք միայն ենթադրություններ անել։ Օրինակ, ես չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը մզկիթում նամազ արել է թե չէ, որովհետև դրա վերաբերյալ կադրեր չկային։ Եթե նամազ չէր անում, ինչ էր գնում եկեղեցի։ Ասենք, բարձա չէ, որ Թուրքիա բազմաթիվ պետությունների ղեկավարներ, պատվիրակություններ այցելություն են ունեցել։ Որ մեկն է գնում այնտեղ մզկիթ այցելում։
պաշտոնական, եթե աշխատանքային այցելության ծրագիր ունես, գնում ես այցելության ծրագրով միջոցառումների մասնակցում հետ ես գալի։ Մզկիթ, ինչի պիտի գնա, առավել ևս, եթե մարդը քրիստոնյա է, չէ, իր աշխատանքային, օրինակ զբոսաշրջիկ կլնես, կան մարդիկ, օրինակ ես տեսել եմ շատ լուսանկարներ, նաև մեր հայրենակիցների, որոնք իսլամական պետություններ այցելելուց նաև այցելում են իրենց սրբավայրերը, մզկիթները, ուղղակի որպես զբոսաշրջիկներ, որպես այցելության վայր, որովհետև շատ մզկիթներ նաև նրանք պատմամշակութային հուշարձաններ են հանդիսանում, բայց հիմնականում դրսից տարածքն է մտնում, որովհետև ներս եթե նամազ չես անում, եթե քեզ սունյատ չեն անելու, այդում ես մտնես ընդ որ ինչ անես։ Եթե մտել է, ուրեմն կարող է նաև արել են։ Չնայած կասկածներ կա, որ հնարավոր է որ առաջ չլինեն, որովհետև ինչ որ ես չգիտեմ շատ ճիշտ ասած այդ կրոնական մուսուլմանական հատկապես ծեսերին ծանոթ չեմ, չգիտեմ, ասենք երկրորդ անգամ անում են թե չեն անում, կամ ասենք այդ տարիքում անում են թե չէ, որովհետև որպես կանոն, ինչքան որ ես գիտեմ, կարող է սխալվում եմ, ծնվելուց են անում, այսինքն հենց տղա երեխաները որ ծնվում են, այդ ժամանակ են անում։ Հիմա 50 տարեկան մարդուն ինչի պիտի անի, բայց եթե պիտի չանինչի է գնացեն դե, այդ հարցն է կա։ Հիմա եթե ինքը իսլամի հետևորդ է, ինքը Կովկասի մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի զավակն է, նաև որպես հոգևոր զավակ, ապա մեր եկեղեցու հետ ինչ գործ ունի։ Հետևաբար ինքը մեր եկեղեցու հետ որևէ առնչություն չի կարող ունենալ եւ պետքա նրան հեռու պահել եւ ուղարկել իր հոգևոր հոր, կասկածներ կան նաև, որ նաև կենսաբանական հոր Ալաշուքյուր Փաշազադեի մոտ։ Դա քանի դեպքում Թուրքիայի այցին եւ այդ հայտարարություններին են տեղից, չէ՞, քեզ մեստենալը ասեն դավաճան սրի կատակա։ Հետո նաև խոսեց, որ Արաքսից այն կողմ Թուրքիա է, Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում են զրոյական մակարդակից, խնդրեմ։ Նախ որ Արաքսից այն կողմ Թուրքիա է, դա Նիկոլ Փաշինյանի բացահայտումը չի, դա վարչական բաժանումն է պետությունների, որով այո, հայ-թուրքական սահմանում Արաքսը հանդիսանում է որպես սահմանային գետ։ Այսինքն ինքը ոչ մի հայտնագործություն այդ իմաստով չի արել, բայց դա չի նշանակում, որ դրանով խեղաթյուրվում է մեր պատմությունը, որ Արաքսից այն կողմ հայեր չեն ապրել, որ այդ տարածքի վրա հայերը ինչ պատմական ներկայություն են ունեցել, որ հայերը այդ տարածքների վրա նաև պետականություն են ունեցել եւ ոնց է եղել, որ Թուրքիան տիրացել է նաև այդ տարածքներին, որոնք ժամանակին եղել են հայկական ինքնության եւ պետականության բաղադրատարերը։ Եվ իր համար իր կողմից որևէ բացահայտում չի, որ հիմա որտեղով անցնում հայ-թուրքական պետական սահմանը։ Դա միջպետական համաձայնագրերով արտացոլված է, ընդ որում ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի, այլ Հայաստանի եւ ԽՍՀՄ միջպետական սահմանի մասին համաձայնագրերով, որի իրավահաջորդությունը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ ցավոք սրտի իրեն չի հաջողվել կնքելու Թուրքիայի հետ որևէ համաձայնագիր, այդ թվում եւ պետական սահմանի մասին, այսինքն այն որ ինքը որպես Հայաստանի վարչապետ ասում է, որ դա Արաքսից այն կողմ Թուրքիա է, դեռևս ինքը չունի կնքած որևէ համաձայնագիր Թուրքիայի հետ այդ առումով։ Եվ Թուրքիա կատարած իր այցը դա տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, եւ Թուրքիան նման հարաբերություններ հաստատելու մտադրություններ չունի։ Սա ընդամենը այդ այցելությունը մի բանի վկայությունն էր, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր իրականացնել դիվանագիտության մասին իր պատկերացումները, որի մասին մեզ հայտնել է դեռևս 2020 թվականի մարտ ամսին Վայք քաղաքում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած կարծիքում։ Դա վերաբերում է կոշիկ լիզելուն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մեծ հավանականությամբ գնացել էր Թուրքիա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշիկները լիզելու։ Նորից եմ ասում, որ ամբողջությամբ կադրեր հրապարակված չեն այդ այցից եւ հրապարակված չեն կադրեր կոնկրետ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը լիզում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշիկները։ Նման կադրեր գոյություն չունեն ոչ լուսանկարներ,
ոչ տեսանյութեր, բայց այցի բովանդակությունը հուշում է, որ այցի հիմնական նպատակը դա է եղել։ Եվ այցի ծրագիրը, այցը գաղտնի պահելը, այցի նախորդող իրադարձությունները նույնպես դրա մասին հուշումներ են։ Ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, մեր ունկնդիրներին, թե երբ են տեղի ունեցել առհասարակ Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումները, առհասարակ պատմության ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել 2018 թվականի մայիսի 9-ին։ Նրա առաջի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այսինքն իր պաշտոնավարումից 4 տարի հետո Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից 2 տարի հետո։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Թուրքիան ունի Հայաստանը նվաճելու մտադրություն։ Այդ մասին նա հայտարարել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, որ սա միայն պատերազմ չէ Ադրբեջանի դեմ, սա պատերազմ է նաև Թուրքիայի դեմ։ Թուրքիան այս պատերազմով վերադառնում է տարածաշրջան, որպեսզի իրականացնի 100 տարվա իր մտադրությունը, այն է բնաջնջել հայ ժողովրդին եւ վերացնել հայկական պետականությունը։ Նման հայտարարություններ արել Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եւ պատերազմով պարտություն կրելով մեր ժողովրդին գիտակցված տանելով պարտության 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ճիշտ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունը, այդ օրը Պրահայում տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա առաջին հանդիպումը։ Երկրորդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի երկկողմ ձևաչափով եղել է 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության եւ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացության շենքում, որը կոչվում է Թուրքական տուն, այսինքն Թուրքիայի դիվանագիտական ներկայացության տարածքում, հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ փարվել է Էրդողանի կողմից իրեն նվիրած կենսագրական եւ իր պատկերացումների, ապագայի վերաբերյալ պատկերացումների գրքի հետ։ Այդ նույն օրը հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ եթե առաջի հանդիպման օրը նա Արցախն է հանձնե Ադրբեջանին, ապա 2024 թվականի սեպտեմբերի 24-ին նույն օրը Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների կանոնակարգի Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության որոշման եզրափակիչ մասը, դա եղել է նույն օրը Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպման օրը, իսկ ամբողջական որոշումը հրապարակվել է 2 օր անց սեպտեմբերի 26-ին, երբ կրկին Նյու Յորքում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյրում Բայրամովի հետ։ Ինչի եմ ես սա շեշտում, որովհետև Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպման օրը հրապարակված Սահմանադրական դատարանի որոշման մեջ անդրադարձ կա նաեւ Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետին, որը վերաբերում է հայոց ցեղասպանության, ճանաչման եւ դատապարտման Հայաստանի Հանրապետության պարտավորությանը, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը տվել է այնպիսի մեկնաբանություններ, որոնք իրենց բովանդակությամբ բավականին մոտ են Թուրքիայի քաղաքական տեսակետներին մինչ այժմ հնչեցված եւ դա բացարձակապես որևէ առնչություն չունի եւ չէր կարող ունենալ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը որևէ կերպ չէր կարող կապ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի հետ, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը կայացրել էր այդ որոշումը։ Սա էլ Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն էր։ Իսկ ահա արդեն երրորդ հանդիպումը տեղի ունեցավ ուրեմն Ստամբուլում 2025 թվականի հունիսի 20-ին։ Ուզում եմ մեր հեռուստադիտողների, մեր ունկնդիրների ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցել Թուրքիայում, բայց ոչ մայրաքաղաքում։ Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը Թուրքիա է այցելում երկկողմ այցի, աշխատանքային այցի ձևաչափով,
Ուզում եմ նաև հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունիսին Արցախի շրջափակման օրերին այցելել է Թուրքիա եւ մասնակցել է նույն այդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երթման արարողությանը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Մինչ այդ Թուրքիային այցելել Հայաստանի արտաքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը, ազգային ժողովի փոխնախագահը, ազգային ժողովի նախագահը, բազմաթիվ այցելություններ Հայաստանից Թուրքիա եղել են, իսկ Թուրքիայից Հայաստան եղել է 0 փոխադարձ այց։ Դիվանագիտական հարաբերություններում մշտապես գործում է փոխադարձության սկզբունքը, իսկ հայ պաշտոնյաների այցելություններին ի պատասխան որևէ թուրք պաշտոնյա երբևէ Հայաստան չի այցելել, ինչը նշանակում է, որ այս այցելությունները դրանք ոչ թե դիվանագիտական են, այլ միակողմանի այցելություն, այսինքն ենթակաների այցելություն իրենց ղեկավարներին։ Իդեպ ասեմ, որ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընդունելության բացի աշխատանքային հանդիպումից ուրիշ որևէ այլ ընդունելության որևէ մեկի կողմից չի արժանացել, նրա այցելության պատվին ճաշ կամ ընթրիք չի տրվել, այսինքն հյուրասիրության, հյուրընկալության ըստ էության նա չի արժանացել, պաշտոնական որևէ այլ հանդիպում Էրդողանի հետ հանդիպումից բացի չի, այսինքն նա գնացել է Թուրքիա միայն Էրդողանի հետ հանդիպելու։ Իսկ ինչ վերաբերվում է այցի այլ մասներին, դրանք ոչ պաշտոնական հատվածներ են, որոնք թուրքական կողմի հետ բացարձակ կապ չունեն, այդ թվում հայ համայնքի հետ ունեցած հանդիպումը, որտեղ նա հանդես է եկել հերթական ցնդաբանություններով, այցելություն Սուրբ Աստվածածին Աթոռանիստ եկեղեցի, որտեղ նրան ոչ միայն Պոսո հայոց պատրիարքը, այլև որևէ հոգևորական առհասարակ չի դիմավորել, չի ընդունել, ես ոչ միայն մեր եկեղեցու վերաբերմունքն էր Նիկոլ Փաշինյանին, որովհետև պատրիարք իր զորակցությունն է մինչ այդ հայտնել ամենայն հայոց կաթողիկոսին, այլ նաև Թուրքիայի իշխանությունների, որովհետև Թուրքիայում հայոց եկեղեցու պատրիարքին ընտրությունների արդյունքում ի վերջո նշանակում է Ստամբուլի նահանգապետը, այսինքն նրա վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին կարելի է դիտել ոչ միայն եկեղեցու, այլ նաև Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքի դրսևորում։ Եվ նա այցելել է նաև, ինչպես քիչ առաջ ասեցի, Կապույտ մզկիթ, փորձելով հավասարության նշան դնել հայաստանյաց առաքելական եկեղեցու եւ իսլամական ուրեմն կրոնական կազմակերպության տաճարի միջև, եթե իհարկե նորից եմ կրկնում, Կապույտ մզկիթ նրա այցելությունը պայմանավորված չէ տարբեր ծիսակարգերին մասնակցելով, այդ թվում Սունյաթով, ընդ որում Սունյաթ կարող է լինել ոչ միայն իր, այլ նաև պատվիրակության մյուս անդամներ, օրինակ ես չգիտեմ Արարատ Միրզոյանը ինչ կարգավիճակ ունի կամ Ռուբեն Ռուբինյանը կամ Վահան Կոստանյանը, կարող է մեկը մյուսին քավոր են կանգնել, ես չեմ կարող այդ մասին ոչ մի, դա միայն ենթադրություններ է, խնդրում եմ դա չընդունեք որպես տեղեկատվություն, դա միայն ենթադրություն է, պայմանավորված այն հանգամանքով, որ այցի մանրամասներ մեզ չի ներկայացվել։ Իդեպ ասեմ, որ օդանավակայանում նա նաև խոնարհվել է, հատուկ ողջույն է հղել թուրք զինվորներին, որը պետական արարողակարգով նախատեսված չի, որովհետև օդանավակայանում պաշտոնական ընդունելության ժամանակ հյուրը ողջունում է ոչ թե պատվո պահակախմբի գորգի կողքը շարված զինվորներին, այլ դրոշով այնտեղ ներկայացած տարբեր զորամիավորումները ներկայացնող հատուկ արարողակարգային զորախմբին։ Իսկ նման ընդունելություն Նիկոլ Փաշինյանը չի արժանացել եւ նա առիթ է օգտագործել ուղղակի զինվորական համազգեստով եւ զենքով թուրք զինվորին ողջույններ հղելու այն զինվորներին, որոնց նախնիները իրականացրել են հայոց ցեղասպանություն, այն զինվորներին, որոնց աջակցությամբ ադրբեջանցիները կոտորել են հազարավոր հայ զինվորների։ Իդեպ ասեմ, որ այդ այցի ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում այդ հանդիպման փաստից բացի ուրիշ որևէ տեղեկատվություն չկա, այսինքն թուրքական կողմը չի նշում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է
Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, սահմաններ բացելու, շրջափակում վերացնելու, խաղաղության խաչմերուկ այսպես կոչված հարցերի մասին։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ այդ այցից 1 օր առաջ Ստամբուլում ա եղել եւ Էրդողանի հետ հանդիպումներ ա ունեցել եւ ջերմ ընդունելության արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը չի մնացել Ստամբուլ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նպատակով։ Սա նշանակում է, որ թուրքական նախապայմանները շարունակում են մնալ ուժի մեջ, այն է հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ չկա եւ չի կարող լինել, քանի Հայաստան-Ադրբեջանի պահանջներ չի կատարել, իսկ Ադրբեջանի նախագահը խուսափում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից, քանի դեռ նա չի կատարել ադրբեջանական բոլոր պահանջները։ Այնպես որ վստահ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցելության թաքնված քողարկված նպատակը Հայաստանը Թուրքիային հանձնելն է։ Նա Արցախը հանձնել է Ադրբեջանին, Հայաստանն էլ հանձնում է Թուրքիային։ Այդ այցը ուրիշ որևէ բովանդակություն եւ նպատակ ունենալ գործնականում պարզապես չէր կարող։ Այն էլ իմանալով հանդերձ, թե ինքը ուտելիքի նկատմամբ ինչ հետաքրքրություն, այսինքն Էրդողանը գիտի, որ ասենք թե հնարավոր չի, որ մի բան դնես, ինքը չուտի։ Ու այդ իմանալով հանդերձ թողել են սոված։ Իմիջայլոց ասեմ նաև, կարող է քչերն են նկատել, նա Ստամբուլում հեծանիվ չի քշե, եւ այդ թուրքի կառալոկ ծախող գլխարկը չէր դրել։ Սա էլ իր վերաբերմունքն էր Թուրքիային, որովհետեւ գնա միտեղ ու հեծանիվ չքշի, այդ արդեն կարելի ասել դա իր կողմից բացասական վերաբերմունքի նշան էր, որովհետեւ կարելի էր, չէ, ասենք, ընդ գոնե մի շատ չէ, ասենք մի 25 կիլոմետր չէ, գոնե մի 5 կիլոմետր կարար չէ, ընդ հեծանիվ քշեր, բայց չի քշե։ Չի քշե։ Տխմար եք, որ չեք հասկանում, որ կրթվելը ինչքան անհրաժեշտ է, այսօր գրառում է արել, կարծում արդեն ծանոթ եք, չէ, իր գրառմանը բանվազարան դե կարդամ։ Ճիշտ ասած ինքը ինձ բլոկ արի, ես իր գրառումները իր այժմ չեմ կարող, մինչև մամուլում չեն հրապարակում, ես չեմ կարող կարդամ։ Մի մարդ հազարամյակներ առաջ ասել է, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը, բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը, այդ ոմանք բացի տխմարից, ինչ անվանես։ Ուրեմն տգետների դպրոցը արդեն ոնց որ փակվում է, որովհետև դպրոցի տնօրենը գնում է Չինաստան եւ հայտարարել է, որ այս ամսվա վերջին կլինի Երևանում տգետների դպրոցի վերջի հանդիպումը, բայց դա ինչի է գնում Չինաստան, էդ ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանամ, որովհետև այն ուսմունքը, որ կարար իրան հետաքրքիրներ, դա Չինաստանում չի, դա Հնդկաստանում է։ Թե ինչի այդ Չինաստանը խառն է Հնդկաստանի հետ ես չգիտեմ, բայց ինչպես ասում են հայկական ժողովրդական մի հայտնի ասացվածքում գնալը լինի, գալը չլինի։ Բայց քանի որ հիմա նա գնում է, տգետների դպրոցը վտանգված է կամ մնալու է միայն Փաշինյանի հույսին, իսկ Փաշինյանի հույսին ինչ մնում է, դա փակվում է, դա վերանում է, դա հանձնվում է ադրբեջանցիներին։ Այսինքն չի բացառում, որ առաջիկայում տգետների դպրոցի մասնակիցները միայն ադրբեջանցիներ լինեն։ Այդ հեռանկարն էլ գոյություն ունի, բայց այդ կապակցությամբ ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ այդ տգետների դպրոց ծրագիրը իրականացվում է, անունը սկզբից խաբել էին, ասում են, որ դա իբր Իմ քայլը հիմնադրամն է իրականացնում, վերջը պարզվեց, որ դա ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից, վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը, որը մեր ժողովրդից գաղտնի են պահում։ Այսինքն մեր ժողովրդին թալանում, դրա փողերը իրենց հայեցողությամբ օգտագործում են, վարչական ռեսուրսով դահլիճներ են լցնում տգետների դպրոց կազմակերպելու համար, եւ այդ ծախսերը պահում են մեր ժողովրդից եւ հարկատուներից գաղտնի։ Բայց պարզ է, որ դրա հիմնական նպատակը քաղաքական էր եւ քարոզչական նպատակ ուներ եւ կարծում եմ, որ շուտուշ իրենք դրա համար պատասխանատվության են ենթարկվելու, իսկ այդ դպրոցի մասնակցած, մինչեւ հիմա մասնակցություն ունեցած բոլոր տգետները, կարծում եմ նրանք ցուցակագրված են
եւ ամբողջ կյանքում նրանք պետքա հերրու պահել նրանց հանրային կյանքի բոլոր իրադարձություններից։ Այսինքն նրանք պետք է լինեն նզովյալներ, մարդիկ, ովքեր որ գնում են մասնակցում են այդ դավաճանախմբի հետ կապված որևէ նախաձեռնության, որևէ ծրագրերի, դրանց ցուցակները պետք է մշտապես լինի մեր բոլորի մեր հանրության ուշադրության կենտրոնում։ Այսքանը դերևս։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, պարոն Ղազարյան, այս պայթող աշխարհում ճիշտ է հիմա հրադադար է, բայց միջից իր Թուրքիա գնալու օրը Ադրբեջանը կրակեց ներքին հանդի բնակավայրերի ուղղությամբ բարևում էին, էլի, ու սրան զուգահեռ իրենց, չգիտեմ, էլի, պաշտպանվելու վնասդահ անգամ իրենց սպանել։ Ես ուզում եմ այս կապակցությամբ շատ կարճ կասեմ, ես ինքս արևելագետ չեմ, ես իրանագետ չեմ, ես բավարար կոմպետենտություն չունեմ այս կոնֆլիկտի մասին խոսելու, ինքս հետևում եմ փորձագետներին, այն մարդկանց ովքեր որ կարող են դրա վերաբերյալ ծանրակշիռ խոսք ասել, ես միայն մի արձանագրում կուզեմ անել, որ տարածաշրջանը մեր հարևան երկրները գտնվում են պատերազմի մեջ եւ այս ժամանակաշրջանում Հայաստանում թափուր է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Ու ինչը ցույց է տալի, ոչ մի անգամ Հայաստանում այդ ընթացքում չի հրավիրվել ազգային անվտանգության խորհրդի նիստ, այսինքն պատերազմը ունի իր վտանգները, նաև վտանգներ Հայաստանի համար, թե միջուկային օբյեկտների հետ կապված հարվածներով հնարավոր ռադիացիոն իրավիճակի փոփոխության հետ կապված, թե փախստականների մեծ հոսքի հետ կապված, թե դեմոգրաֆիական իրավիճակի փոփոխության հետ կապված, թե անվտանգային մարտահրավերներով պայմանավորված Ադրբեջանի, Թուրքիայի հնարավոր ներխուժում, Իրանի կոնֆլիկտում լինելու եւ այս պայմաններում Հայաստանում անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել, Հայաստանում ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը թափուր է վարչապետի քմահաճությունների եւ ապօրինի հանձնարարությունների պատճառով, իսկ ներքին գործերի նախարարն էլ ընդամենը մի հատ գեղեցիկ ժեստով ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին Միմինոյի հայտնի սյուժեն պահելու խորհրդով։